Բելգրադում շուրջ 40 մարդ է ձերբակալվել Սերբիայի խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած անկարգությունների պատճառով։ Սկուպշինայի մոտ հավաքվել են Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի կողմնակիցները եւ նրա հակառակորդները։ Ոստիկանական պատնեշը բաժանել է երկու խմբերին, սակայն բախումներից խուսափել չի հաջողվել։ Սերբիայում արդեն 1 տարի է ցույցեր են անցկացվում Նովի Սադ քաղաքում երկաթուղային կայարանի տանիքի փլուզումից հետո, որը 16 մարդու կյանք էր խլել։ Ցույցերը վերածվել են քաղաքական շարժման, որի մասնակիցները պահանջում են արտահերթ ընտրությունների անցկացում։ Նոյեմբերի 1-ին լրացել է ողբերգության առաջին տարելիցը, որի առթիվ տասնյակ հազարավոր մարդիկ տարբեր քաղաքներից գնացել են Նովի Սադ հարգելու զոհերի հիշատակը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերահաստատել է միջուկային փորձարկումներ սկսելու մտադրությունը, նշելով դա անհրաժեշտ է ստուգելու, թե ինչպես են այդ զենքերն աշխատում։ CBS News-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը, Հյուսիսային Կորեան եւ Չինաստանը նման փորձարկումներ իրականացնում են եւ չի ցանկանում, որ ԱՄՆ-ն լինի միակ երկիրը, որը միջուկային զենքի փորձարկումներ չի անում։ Թրամփի խոսքով Միացյալ Նահանգներն ավելի շատ միջուկային զենք ունի, քան որևէ այլ երկիր։ Միևնույն ժամանակ նա նշել է, կցանկանար տեսնել միջուկային զենքի զինանոցների կրճատում ամբողջ աշխարհում եւ արդեն քննարկել է այս հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Չինաստանի նախագահ Սի Ցինպինի հետ։ Կարծում եմ, մենք պետք է քայլեր ձեռնարկենք ապամիջուկայնացման ուղղությամբ։ Մենք ունենք բավարար քանակությամբ միջուկային զենք աշխարհը 150 անգամ պայթեցնելու համար, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Միացյալ Նահանգները միջուկային զենքի փորձարկումներ չի արել ավելի քան 30 տարի։ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը Հարավային Կորեա այցի շրջանակում այցելել է Հյուսիսային Կորեայի հետ սահմանի ապառազմականացված գոտի։ Հեքսեթին ուղեկցել է նրա հարավկորեացի պաշտոնակիցը։ Երկու երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները նոյեմբերի 4-ին կմասնակցեն անվտանգության խորհրդատվական ամենամյա համաժողովին, որի ընթացքում կքննարկեն պատրաստությունը Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին, պաշտպանությունը հրթիռային հարձակումներից, կիբերպաշտպանությունը եւ գործակցությունը տարածաշրջանային անվտանգության հարցերում։ Տանզանիայի ղեկավար Սամիա Սուլուհու Հասանը երկրորդ անգամ ստանձնել է երկրի նախագահի պաշտոնը։ Նախագահի ընտրությունն ուղեկցվել է ցույցերով, իսկ ընդդիմությունը հայտարարել է արդյունքների կեղծման մասին։ Սամիա Սուլուհուի երթմնակալությունը փակ է եղել հանրության համար եւ ուղեկցվել է անվտանգության խիստ միջոցառումներով։ Պաշտոնական տվյալներով նա ստացել է ձայների մոտ 98%-ը, նրա գլխավոր մրցակիցները կամ բանտարկված են եղել, կամ նրանց արգելվել է առաջադրվել։ Միջազգային դիտորդները մտահոգություն են հայտնել ընտրության գործընթացի թափանցիկության վերաբերյալ։ Ըստ ընդդիմության ցուցարարների եւ իրավապահների միջև բախումների ընթացքում շուրջ 800 մարդ է զոհվել։ Ցույցերից հետո սննդի եւ վառելիքի գները կրկնապատկվել են, ուսումնական հաստատությունները փակ են։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Տանզանիայի իշխանություններին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել։ Ստեղծված իրադրության առնչությամբ մտահոգություն է հայտնել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Հռոմի Լևոն 14-րդ պապն էլ իր աղոթքում հիշատակել է հետընտրական բախումների հետևանքով մեծ թվով զոհերին։ ԱՄՆ նախագահը զինվորականներին հրահանգել է նախապատրաստվել Նիգերիայում գործողությունների, իսլամիստ զինված խմբավորումների դեմ պայքարի եւ քրիստոնյաների սպանությունները դադարեցնելու նպատակով։ Վերջին ամիսներին հաղորդումներ են ստացվում Նիգերիայի քրիստոնյաների դեմ իրականացվող ցեղասպանության մասին։ Ըստ փորձագետների, սակայն թիրախավորվում են ոչ միայն քրիստոնյաները, այլև մուսուլմանները։ Նիգերիայի նախագահի խորհրդականը հայտարարել է, որ երկիրը կողջունի Միացյալ Նահանգների օգնությունը իսլամիստ ապստամբների դեմ պայքարում իր տարածքային ամբողջականության հարգման դեպքում։ Նա հիշեցրել է, որ Նիգերիան ինքնիշխան պետություն է։ Պաշտոնյան հավաստիացրել է, որ Նիգերիայում չկա խտրականություն որևէ կրոնի հետևորդների նկատմամբ եւ որ քրիստոնյաների նկատմամբ հալածանքների մասին պնդումները կեղծ են։ Նիգերիայի քրիստոնյա առաջնորդները ողջունել են Թրամփի հայտարարությունը եւ դժգոհություն են հայտնել իրենց անվտանգության ապահովման ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերից։ Միևնույն ժամանակ նրանք դեմ են արտահայտվել որևէ քայլի, որը դեմ կլինի երկրի ինքնիշխանությանը։ Լարված իրադրություն է նաև Մալիում։ Ալ-Քաիդայի հետ առնչություն ունեցող Ջամաթ Նուսրա Ալ-Իսլամ Ալ-Մուսլիմի ջիհադիստական խմբավորման զինյալները մոտենում են երկրի մայրաքաղաք Բամակոյին։ Մալիի զինվորականները եւ նրանց ռուսաստանցի գործընկերները պայքարում են ջիհադիստների դեմ, որոնք այժմ վերահսկում են երկրի մի հատվածը։ Ջիհադիստները կոչ են արել փակել դեպի մայրաքաղաք տանող ճանապարհները եւ հարձակումներ գործել բարեկություն իրականացնող զինվորականների վրա։ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան իրենց քաղաքացիներին հորդորել են հեռանալ Բամակոյից։ Վերջին ամիսների ընթացքում Ջամաթ Նուսրա Ալ-Իսլամ Ալ-Մուսլիմին խմբավորումը թիրախավորել է վառելիքի մատակարարումները, հարձակումներ իրականացրել նավթատար մեքենաների վրա, կառավարության ուժերից արգրավել է մեծ քանակությամբ զենք, նաև գործի դնելով անօդաչուներ։ Այս ամենի հետևանքով Մալիում վառելիքի մեծ պակաս է առաջացել։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։